Բերթավանում չկա մեկը, որ չիմանա Ղալինջաքարի պատմությունը։ Մինչև հիմնական զրույցի բռնվելը բերթավանցիներն առաջինն այս հարցն են տալիս գյուղ մտնող ամեն այցելուի։ Մեր բերթը բարձրացել եք, պատմությունը գիտեք, չխախտելով ավանդույթը գյուղապետ Արամ Զուրաբյանի ուղեկցությամբ գնում ենք ամրոց։ Գյուղի խորհրդանիշն է եւ բերթի անունից է մեր գյուղը, նախկինում մեր գյուղատեղը այնտեղ է եղել։ Բերթի հարակից տարածքում է եղել մեր գյուղը։ 9-րդ դարի վերջին Բագրատունյաց թագավորության շրջանում Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանները պաշտպանելու համար տասնյակ բերթեր են կառուցվել։ Դրանցից մեկն էլ Բերթավանի ամրոցն է, որտեղ թշնամու հարձակման ժամանակ պատասպարվում էին մոտակա գյուղերի բնակիչները։ Դարեր են անցել, Հայաստանի սահմաններն այս ընթացքում շատ են փոխվել, բայց Բերթը կարծես դարձյալ սահման է հսկում։ Ապրել սահմանին ես կասեի առաջ երթին պատիվ է, որովհետև ըստ իս սահմանը հենց սահմանում ապրողն է շենացնում, առհասարակ հայրենիքը սահմանում ապրողից է, աստեղից սահմանից է սկսվում։ Խորհուրդ կտամ առհասարակ բոլորին, գոնե մեկ անգամ գտնվեն սահմանում, գտնվեն այս հանգստության մեջ։ Ամրոցի հարևանությամբ Սուրբ Նշան եկեղեցին է, որը նույնպես մտադիր են վերականգնել ու դարձնել զբոսաշրջային կենտրոն։ Որը խոնարհված եկեղեցի է, ինքը գրեթե հայտնի չէր, մենք այստեղ Բերթավանը չունի եկեղեցի, մենք որոշել ենք այստեղ մաքրել ենք բարեկարգման աշխատանքներ ենք տարել ու մատուցել ենք Սուրբ Պատարագ, այդ ձևով նույնպես փորձել ենք մարդկանց հասանելի դարձնել, այս ինֆորմացիան հասանելի դարձնել, որ զբոսաշրջիկները տեղյակ լինեն Բերթավանի ու Բերթի մասին։ Ունենք այսպիսի ամրոց, որը լուրջ խթան է զբոսաշրջության համար, բայց չգիտեմ, չենք կարողանում ավելի շատ օգտագործել այս մեր ունեցած հարստությունը, ավելի շատ ես դա տարածաշրջանի հիմնախնդիրներից կարևորագույնն է։ Հայ-վրաց-ադրբեջանական սահմանային եռանկյունում գտնվող Բերթավանը, որը հայտնի է Թխաձոր անունով, դեռ 200 տարի առաջ է եղել Հայաստանի ամենամեծ գյուղերից մեկը։ Ըստ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի 1831 թվականին Բերթավանն ունեցել է 1078 բնակիչ։ 90-ականներին լրիվ այլ իրականություն ա եղել, մարդիկ գյուղում ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծելով պաշտպանել են իրենց գյուղը, հիմա ունենք այլ իրականություն, փառք Աստծո կրակոցներ չկան ընդհանրապես, մենք ապրում ենք հանգիստ բնականon մեր կյանքով, գյուղացին մտածում է գյուղը շենացնելու, գյուղացին մտածում է իր առօրյան ավելի հագեցած, ավելի լավ դարձնելու մասին։ Սահմանային կյանքը վաղուց սովորական է այստեղ, բայց նաև իր առանձնահատկություններն ունի։ Տեղացիների համար ամենակարևորը սեփական հողն անվտանգ մշակելու հնարավորությունն է։ Ով աշխատում է, ապրում, ով չի աշխատում, չի ապրում։ Տելևիզոր ենք նայում, լուրեր լսում ենք, քննարկում ենք։ Մեկը հավանություն ատվալի, մեկն ասում է լավ կներ որ սենցլներ։ Каждый по-своему сходит։ Ինչ լուրեր եք հիմնականում լսում, հետևում եք քաղաքական Ծրագրի համար բոլոր ալիքները նայում ենք։ Ստեղ քաղաքական գործիչներ են դարել արդեն։ Համար լավ է, փառք Աստծո։ Կարևորն է որ խաղաղությունը կա նախտին։ Կրակոց չկա 2 տարի։ Դա մեծ բան է, անսպասելի բան էր։ Միշտ վախի, անքուն գիշերներ ենք անցկացրել շատ, բայց մի փառք Աստծո։ Շատ լավ է։ Եթե այսպես շարունակվի, լավ ամեն ինչ լավ է։ Ժողովուրդն էլ գոհ է։ Մոտ 800 տնտեսություն ունեցող Բերթավանը Տավուշի մարզի ամենամեծ գյուղերից է։ Պետական աջակցության ծրագրերով գյուղում ակտիվ բնակարանաշինություն է ընթանում։ 16 միլիոն դրամի աջակցության ծրագրով արդեն բազմաթիվ տներ են կառուցվել։ Գյուղում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9 ընտանիք է ապրում։ Արցախցիներն արդեն սեփական տներն են ձեռք բերել ու դարձել համայնքի լիիրավ անդամ։ Հիմա այս վերջում մանավանդ տենդենս է նկատվում, մարդիկ վերադառնում են իրանց գյուղ, հատկապես այս ծրագրի շրջանակներում տուն են սարքում, փորձում են իրանց առօրյա ավելի շատ կապեն իրանց այս գյուղի հետ կան։ Այլ տեղից մարդիկ գալի տուն են կառուցում, դա եւս խթան է գյուղի համար, բնական է իրանք գալու են, գնալու են, ապրելու են այստեղ, գյուղի կյանքով են ապրելու եւ մասնակից են դառնալու գյուղի առօրյային։ Բերթավանի մշակույթի տան տնօրեն Սիրանուշ Ղազարյանը հիշում է, մանկությունն անցել է կրակոցների տակ ու պատմում, թե Երևանում ուսանելուց հետո ինչպես է որոշել գյուղ վերադառնալ։
Մանկությունը կրակոցների տակ անցել բնականաբար, երբևէ մտածել եմ գնամ այն ժամանակ, երբ որ Երևանում ուսանող էի, մտածում էի, որ գյուղում աշխատանք չեմ գտնի, չեմ վերադառնա, ինքս մանկավարժ եմ, սակայն վերադարձա ու անմիջապես աշխատանքի անցա մեր դպրոցում, Բերթավանի միջնակարգ դպրոցում, ունենք մեծ դպրոց եւ զարգացած աշակերտներ, ովքեր գրեթե ամեն տարի ունենում ենք 30-ից 40 ընդունված, բուհ ընդունված աշակերտ, այնուհետև աշխատանքս տեղափոխվեց այստեղ, իսկ հիմա բացարձակ մտադրություն չունեմ տեղափոխվելու։ Մեզ համար արդեն սովորական է նույնիսկ միտեղ էլ օգուտ գյուղացիներին, որովհետև հայ-վրացական հարաբերությունները լավ են եւ առևտրական գծով, իսկ այստեղ գյուղմթերքը շատ է, արտահանումը կազմակերպվում է ավելի քիչ ծախսով, կարծում եմ պիտի գտնել դրական կողմերը, եթե նստենք մտածենք միայն կրակոցներից։ Գյուղապետ Արամ Զուրաբյանն էլ բոլորին հորդորում է գոնե մեկ անգամ լինել Բերթավանում, զգալ սահմանին տիրող հանգստությունը եւ պարզապես սիրահարվել այս վայրերին։ Արմինե Գևորգյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։